Բայ մացար ուստասեթո, էնորը կոմիտաս ավտովս կանգնած եմ, միած պյուրկայ մոտիքցավ, նստավ տաքսիս, բատեն ձասրա օպերայի շենքի մոտ։ Դե ես ես պյուրկային ենքան ֆրծնի, հաջորդ օրը իրիգվայաները ազիվ հասանք օպերա։ Համլետ, ես էլի ոնց որ սկսվեց, երբ գլուխ են գովում տաքսիստները, հեռուստա նախագիծը։ Չի կարելի այդքան ախիղճ լինել, մարդ տաքսիստը մի քիչ պտի բարի լինի, ու ոչ մեկի չքցի։ Ուստասեթո, ես կյանքում կարևորը փողը աշխատելն է։ Համլետ, դե լսի քեզ ինչ եմ պատմում, ասում են մեր քաղաքում միած սփյուռքահայ կա, սրակնիկն ու երեխին մի օր նստում են տաքսի, ու ես տաքսիստը Սայաթ-Նովայով մտնելու տեղը Թումանյանով ա մտնում, ու ինչ է ստացվում, այս տաքսիստը այս սփյուռքահայ կնգան ու երեխուն 300 դրամ գցում ա, այդ սփյուռքահայը մի հատ մեթոդ ունի, որ սաղ տաքսիստներին գցում ա ու իր կնգա ու երեխու մուրը հանում ա, ու ոչ մեկ այդ սփյուռքահային ոչ ճանաչում ա, ոչ էլ գիտի իր գցելու մեթոդը։ Դե ոնց կարա սփյուռքահայը մեզ տաքսիստներից գցի։ Այդ սաղ լեգենդա, այդ նույնն է, ոնց որ Հայաստանը Ռուսաստանին գցի։ Այդ ասում են, որ մեզ վախցնեն ու իրենց չգցենք, բայց դե մենք անկոտրուն ենք ինչպես Հյուսիսային Կորեան։ Sizi. Բարև իմ սփյուռքահայ աղբեր։ Ցեզանից ով է ազատ։ Ես եմ ազատ։ Գնացինք։ بازم از قصه لیلی و مجنون نگو از گل صحرایی و ابر بیابون نگو لاله صحرا تویی دختر دریا تویی قصه عشق شب یلدا تویی آره میدونم من خود لیلا تویی Ինչքան պետք է վճարեմ բարեկամս։ 5000 էլի։ Հարի։ Այդ բան ես մանգալի։ Հա, տրամապանակս։ Երևի թողել եմ մեքենայի մեջ, քնամ փնտրեմ։ Այ ախպեր դու վեշերով ես, դու էլ մի արի, ես հեսա կտամ։ Կտամ, բա ինչ կանեմ, հարիվ։ Ես սո հիմար չեմ, որ տրամապանակս թողեմ մեքենայի մեջ։ Հարիվ։